Սիրելի հայրենակիցներ ու սիրելի հյուրեր, մեզանում արդեն ավանդույթ է ձևավորվել յուրաքանչյուր առիթով լինի հայոց ցեղասպանության կամ մեր հերոսամարտերի 44-օրյա պատերազմի առիթով մեծ հայորդի Շարլ Ազնավուրի անունը կրող զբոսայգում հայոց մեծ Եղեռնի 1.5 միլիոն սրբադասված նահատակներին նվիրված հուշարձանի մոտ հավաքվելը։ Այս հուշարձանը մեր միասնության ու մեր համայնքի եւ քաղաքապետարանի ավելի քան 2 տասնամյակ շարունակվող սերտ համագործակցության արդյունքն է, որ վստահաբար դարձել է ուխտատեղի մեր հայորդիների համար։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելը գտնվում է պատերազմի մեջ, ու շատ մեր համայնքի ներկայացուցիչներ զինվորագրվեցին, ու այսօր էլ պահեստազորի կազմում մասնակցում են ռազմական գործողություններին։ Ռամի անի պոմեդաբեղ Валах Рами, они помедաբեղ շանախնում միշտատվին բեմիլխամա, բեարմենիտ։ 2023 թվականին համայնքը 2 զոհ ունեցավ, և տա Աստված, որ այդ մարդկային ծանր կորուստները լինեն վերջինը։ Անկախ աշխարհում տեղի ունեցող գործընթացներից ու Իսրայելում ընթացող պատերազմից, մեզանում այսօր ամենակարևոր խնդիրն է դարձել մեր պետականության պահպանումն ու գործրած հողերի վերականգնումը թե Արցախում և թե Արևմտյան Հայաստանում։ Հայկական պահանջատիրության մասին յուրաքանչյուրս պետք է հիշենք ու չմոռանանք, անկախ աշխարհաքաղաքական նոր զարգացումներից, պատերազմներից և իհարկե ճակատագրով հային բաժին հասած իրողություններից։ Այնպես է ստացվել, որ հայոց ցեղասպանության սրբադասված անմեղ նահատակների 110-րդ տարելիցը համընկել է Հոլոքոստի հրեական ողջակիզման տարեթվի հետ, և կան նաև ընտանիքներ մեզանում, որ երկու կողմից էլ զոհեր ունեն, թե թուրքի յաթաղանից և թե նացիստների ճամբարներում կամ ուղղակի նահատակված հարազատներ։ Ուստի որպես համերաշխություն մենք խոնարհվում ենք երկու ժողովրդի անմեղ զոհերի գոյություն ունեցող և չունեցող շիրմաքարերի վրա։ Այսօր որոշեցի ընկերներիս առաջարկով սովորական հայրենասիրական հեշտական ելույթը համեմել հայոց ցեղասպանությունը վերապրած պատահական ընտրված մի հայորդու պատմությամբ։ 2001 թվականին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ու հնագիտության և ազգագրության ինստիտուտի և հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախաձեռնությամբ տպագրվեց Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը ականատեսների վկայությունները» անգլերեն լեզվով ժողովածուն, որը պարունակում է ավելի քան 700 վկայություն, տեսաձայնագրություններ ու տարբեր ֆորմատի փաստեր ու փաստաթղթեր թուրքերի կատարած ոճրագործությունների մասին։ Պատահական ընտրված թվով 99-րդ ականատես Մկրտիչ Խաչատրյանի հուշերից մի հատված եմ այժմ ձեզ ներկայացնելու։ Նա ծնվել էր Շապին Կարահիսարի Կեչուտ գյուղում 1907 թվականին, ցեղասպանության ժամանակ 8 տարեկան էր։ Իդեպ հիշեցնեմ, որ Զորավար Անդրանիկը ծնունդով Շապին Կարահիսար քաղաքից էր։ Մի օր թուրք զինվորները եկան գյուղ ու ընտրեցին մի քանի հայ տղամարդկանց ու տարան իբր մզկիթ կառուցելու, ու այլևս մեր համագյուղացիներին չտեսանք։ Այնուհետև թուրքերը եկան ու մեր կանանց, մայրերին ու քույրերին տարան Զաբայ գյուղ։ Ժանդարմները մեզ մտրակներով քշում էին ինչպես անասունների, տարեց մարդկանց, ովքեր չէին կարող արագ քայլել, գլուխները խոթելով ոտքերի միջև, հետո նրանց կապելով գլորում էին բարձունքից ներքև ու զվարճանում տեսարանից։ Մեզ ամբողջությամբ թալանեցին, մի մասին սպանեցին, հորս աչքերիս առջև կացնով սպանեցին։ Կանանց ու աղջիկներին տարան տարբեր ուղղություններով, պատմում է Մկրտիչը։ Թուրքերից մեկը ինձ տարավ իր խանութ և ստիպեց քնել հանգստանալ։ Գիշերը ես փախա ու միացա հայ աքսորյալներին, ովքեր հավաքված էին գյուղի կենտրոնում։ Նրանք ինձ թաքցրեցին մեծ կաթսայի մեջ ու կափարիչով փակեցին։ Իմ հիմնական նպատակը ընտանիքիս անդամներին գտնելն էր։ Մենք անցանք Տավրոս գետը, հասանք Զվանե, որտեղ Տիգրիս ու Եփրատ գետերը միանում էին իրար։ Այնտեղ տեսա հայ աղջիկների, ովքեր ինչպես բարի ժամանակ իրար ձեռք բռնած նետվում էին երկու գետերի հորձանուտը փրկելու համար իրենց արժանապատվությունը։ Կոտորածի ճանապարհին մի թուրք ինձ վերցրեց, նստեցրեց էշի վրա, աչքերս կապեց ու տարավ իր տուն որպես ծառա։ Այստեղ էլ հանդիպեցի Սիրարփին ու որոշեցինք նորից փախչել։ Մահից չենք վախենում մենք, այլ թուրքերից ենք վախենում։ 3 օր դաշտի խոտի դեզի մեջ պահ մտանք ու միայն մեկս մյուսիս արցունքները լիզելով հագեցնում էինք ծարավներս։ Մինչև որ մեզ գտան ու տարան մեր աղայի մոտ։ Այդպես ես ու Սիրարփին շատ ծանր պայմաններում ծառայեցինք այդ թուրքին մինչև 1919 թվականը, 4 տարի, ու մի օր էլ մի մարդ եկավ, իր եղբորն էր փնտրում, առաջարկեց իր հետ գնալ Սեբաստիա։
Աղան համաձայնեց, բայց մի պայմանով, որ պետք է ամբողջությամբ շորերս հանձնեի իրեն։ Սիրարփին մնաց այդ թուրքի տանը, չեկավ ինձ հետ, ու ինձ տարան Սեբաստիա քաղաքի հայկական որբանոց, Միսիս Հուշմենի մոտ։ Ոտքիս մատները ծուռ էին, կոշիկ հագնել չէի կարող, ինձ լողացրեցին, նոր շորեր տվեցին, սկսեցին բուժել։ 1922 թվականին միայն սկսեցի հայերեն տարերը սովորել, հայերեն գրել կարդալ սովորեցի, ամուսնացա, եկա Հայաստան։ Սիրելի հայրենակիցներ, առավելագույնս մկրտչի այս հուշերն ու սարսափելի տեսարանների նկարագրությունները կրճատելով նույնիսկ պարզ է դառնում, թե 8 տարեկան երեխան ինչ զրկանքներ էր տեսել, որ բացել ու պատահաբար էր ողջ մնացել։ Պատահական չենք ներկայացնում այս հուշերը։ Ստացվել է այնպես, որ այսօր թուրքը օրեցօր մոտենում է Իսրայելի սահմաններին։ Ոչ միայն Հայաստանի հարևանն է, այլևս դառնում է Իսրայելի հարևանն ու իր կայսերական նկրտումներով իհարկե։ Սիրելի բարեկամներ, մեր պահանջատիրությունը չպետք է մոռացվի։ Անկախ Հայաստանում ինչ կառավարություններ կլինեն, մենք որպես սփյուռք պետք է զորավիգ լինենք մեր երկրին, մեր անկախ պետությանը։ Իմ համար Հայֆայի հայկական համայնքն այն եզակի օրինակներից է մեր սփյուռքում, որը մինչև օրս ամեն ամիս օգնում է վիրավոր ու զոհված զինվորների ընտանիքներին։ Ինչևէ, նախկինում եւ Եվրոպայում բարձրաստիճան զինվորականին ասպետի կոչում էին տալիս, հորդորում էին լինել քաջ ու իմաստուն, գործել խղճի ու տավանանքի շրջանակներում ու ապտակում էին ուժգին, որ միշտ հիշի այդին հասցրած ապտակը ու ցավը ու չդրժի իր խոստումը։ Մենք մեր զավակներին նույն պատգամն ենք տալու՝ սիրել հայրենիքը, օգնել յուր ժողովրդին ու ապրել խղճի ու տավանանքի պահանջով։ Աստված մեզ պահապան, շնորհակալություն։